Ադրբեջանցի պատգամավոր Ազիզ Ալեկբերլին հայտարարել է, որ այսպես կոչված մեջբերում արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է հաշվի նստել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների հետ։ Կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի արևմտյան ադրբեջանցիների իրենց հարազատ տներ վերադառնալու իրավունքը եւ չխոչընդոտի այդ գործընթացին, ասել է ադրբեջանցի պաշտոնյան։ Ալեկբերլիի այս հայտարարությունները վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է խաղաղության օրակարգի անվան տակ Հայաստանի նկատմամբ պահպանել հավակնոտ ու ճնշող քաղաքականություն։ Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ Ավետիք Չալաբյանին առերևույթ մեղսագրվող արարքների վերաբերյալ։ Քննչական կոմիտեի նախնական տվյալների համաձայն 2026 թվականի մայիսին Չալաբյանը այլ պետության պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ընթացքում իբր դրդել է վերջիններիս օգտագործելու իրենց ծառայողական լիազորությունները եւ ազդեցությունը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու նպատակով։ Ըստ քննչականի նպատակ է եղել տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպել ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստան եւ քվեարկել կոնկրետ դաշինքի օգտին։ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության հատկանիշներով։ Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտնել է, որ ինքը Չալաբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, այն որակելով սուտ։ Դատարանը քննում է նրան կալանավորելու մասին միջնորդությունը։ Սահմանադրական դատարանը որոշել է դատավոր Սեդա Սաֆարյանին թույլատրել մասնակցել ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ գործի քննությանը։ Ազատություն ռադիոկայանին սահմանադրական դատարանից փոխանցել են, որ դատավորի մասնակցության հարցը քննության առարկա չի դարձել, հետևաբար նա կմասնակցի ուրբաթօրը նախատեսված նիստին։ Արդյունքում գործը կքննի 9 դատավորից 7-ը։ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը բացառելու պահանջով սահմանադրական դատարան դիմում էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը։ Քաղաքական ուժը հիմնավորել էր, որ դատավորը կողմնակալ է եւ բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ։ Բացի այդ, դաշինքը նշել է, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին Սաֆարյանը մասնակցել է Արման Բաբաջանյանի հետ նույն ցուցակով, իսկ Բաբաջանյանի Հանուն Հանրապետության կուսակցությունը հանդիսանում է ընտրությունների արդյունքները վիճարկող կողմերից մեկը։ Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից պարզաբանել են, որ սահմանադրական դատարանի մասին օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատավորի գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել բացառապես ՍԴ դատավորներից յուրաքանչյուրը, քանի որ ՍԴ 9 դատավորներից ոչ մեկը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նման հարց չի բարձրացրել, միջնորդությունը չի քննարկվել։ Руководство Армении говорит о Մոսկվան շարունակելու է երկխոսությունը ու կապերը Հայաստանի հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Հայաստանն ու Ռուսաստանի ղեկավարությունը այժմ կանգնած են խաչմերուկում եւ խոսում են զարգացման հետագա ուղղընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ դարեր շարունակ երկու երկրները եղել են հարևան ու եղբայրական պետություններ, նշել է Կրեմլի խոսնակը։ Ըստ Պեսկովի, Հայաստանն ու Ռուսաստանը ունեն բազմաթիվ ընդհանուր գործեր, ուստի երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Tam tersine ümmetin zenginliğinin kaynağı olarak görmek Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բանակցային գործընթացը եւ խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը, հայտարարել է Թուրքիայի մեծ ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանի ընթացքում։ Նրա խոսքով Անկարան Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջնական խաղաղության հույս ունի։ nasıl gelişeceğimizi Ես հույս ունեմ, որ տարածաշրջանում կհաստատվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկարատև եւ անկեղծ խաղաղություն, Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության եւ կայունության տարածաշրջան, հայտարարել է Քուրթուլմուշը։ Сегодня или вчера Киевская. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ոչ ադեկվատ է անվանել Եվրամիության դիրքորոշումը, որում նշվել է, որ իրենք Ուկրաինայի կողմից են, չեն կարող միջնորդ լինել, բայց ցանկանում են նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ասացեք ինձ, ինչ են նրանք պատրաստվում քննարկել նման դիրքորոշմամբ։ Նրանք պատրաստվում են կապիտուլյացիայի ակտ ընդունել Ռուսաստանից։ Դա բացարձակապես անլուրջ է եւ ոչ ադեկվատ, շեշտել է Լավրովը։
Իրանը ՄԱԳԱՏԵ-ի տեսուչների հարցը կքննարկի միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն կատարի հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը։ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն չի շարունակի բանակցությունները, եթե Իրանը ՄԱԳԱՏԵ-ի տեսուչներին թույլ չտա մուտք գործել իր տարածք եւ երկրի ղեկավարությանը հորդորել խելացի վարվել։ Իրանի փոխարտգործնախարարը X-ում գրել է, որ հարձակումների ենթարկված օբյեկտների եւ միջուկային նյութերի հասանելիություն տրամադրելու ծրագրեր դեռևս չկան։ Միացյալ Նահանգներում անցկացվել է ոսկե գմբեթ հակահրթիռային պաշտպանական համակարգի առաջին փորձարկումը։ Այսօր ոսկե գմբեթ Ամերիկայի համար նախագծի առաջին փորձարկումն անցավ լիակատար հաջողությամբ, եւ ինձ համար պատիվ էր դրան անձամբ ականատես լինելը, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը։ Նա եւ Պենտագոնի գլխավոր տեխնիկական տնօրեն Էմիլ Մայքլը մասնակցել են լազերային եւ միկրոալիքային զենքի ցուցադրությանը Նյու Մեքսիկոյում։ Ոսկե գմբեթ Ամերիկայի համար պաշտպանական համակարգի ընդհանուր արժողությունը գրեթե 175 միլիարդ դոլար է։ Այն իր մեջ ներառում է այն նույն հրթիռների տեսակները, որոնք օգտագործվել են Գազայում։ Փարիզում տիրող անոմար շոկի պատճառով Էյֆելյան աշտարակի մուտքը հայցելուների համար շուտ է փակվել։ Օդի ջերմաստիճանը Ֆրանսիայի մայրաքաղաքի որոշ հատվածներում գերազանցել է 40 աստիճանը։ Սա անակնկալի է բերել եւ հուսահատեցրել բազմաթիվ զբոսաշրջիկների, սակայն նրանցից շատերը նշել են, որ որոշումը հասկանալի է, չափազանց շոկ եղանակի պատճառով։ Էյֆելյան աշտարակի տնօրինությունը տեղեկացրել է, որ չեղարկված տոմսերի գումարը կփոխհատուցվի։ Իսպանիայի ամենաբարձր երկրաքերերից մեկում հրդեհ է բռնկվել, մարդկանց տարհանել են շենքից, հայտնել են լրատվամիջոցները։ Շինության բարձրությունը մոտ 248 մետր է։ Կրակը բռնկվել է 25-րդ հարկի էլեկտրատեխնիկական սպասարկման սենյակում տեղի ունեցած պայթյունից հետո։ Զոհեր եւ լուրջ վնասվածքներ ստացածներ չկան։ Շանհայում մարդանման ռոբոտները մասնակցել են պենալտի հարվածաշարի մրցույթին, հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։ Մասնակիցները բաժանվել են երկու խմբի, որոնցից լավագույն երկուական թիմերը դուրս են գալու փլեյ-օֆ փուլ։ Ռոբոտները մրցել են զույգերով, նրանցից մեկը նշանակետից հարվածողն է, իսկ մյուսը կանգնում է դարպասի մոտ եւ փորձում հետ մղել գնդակը։ Կանոնների համաձայն յուրաքանչյուր Android ռոբոտ ունի գոլ խփելու 5 փորձ։